Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Որոշ ընդդիմադիրների վերջին հայտարարություններով փաստացի բացահայտվեց այն, ինչը վաղուց կասկածվում էր։ Ընդդիմադիր մի շարք ուժեր չեն պատրաստվում գնալ իրական մրցակցության։ Նրանց նպատակը այլ է՝ կրկնել Գյումրու ընտրության սցենարը։ Դեմից չեք ասում, որ միավորվելու եք եւ Դեմից ասում եմ միավորվելու է ընդդիմությունը։ Քոչարյան Դեմից ասում եմ միավորվելու է։ Քոչարյան Սամվել Կարապետյան միավորվելու է։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը. այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Այսինքն ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով, ձևացնել թե իբր կապ չունեն միմյանց հետ, նույնիսկ երբեմն կոշտ քննադատել միմյանց, որպեսզի ընտրողին ներկայացնեն բազմազան ընդդիմության պատրանք։ Սակայն ինչպես Գյումրիում եղավ, այս անգամ նույնպես այդ ուժերը կփորձեն ընտրություններից հետո արագ միավորվել, ձևավորելով մեկ ընդհանուր քաղաքական ճամբար։ Այսինքն ընդդիմության նպատակը ոչ թե գաղափարական մրցակցությունն է, այլ ընտրողներին մոլորեցնելը։ Այլ կերպ ասած, ընդդիմադիրները փաստացի խոստովանում են, որ պատրաստվում են կրկին խաբել ընտրողներին։ Գյումրիի ընտրություններում ընտրողներին խաբելու այս մեխանիզմն արդեն փորձարկվեց։ Առանձին մասնակցություն, ցուցադրական մրցակցություն, իսկ վերջում միավորում։ Սա ոչ միայն անազնիվ վերաբերմունք է սեփական ընտրողների նկատմամբ, այլ նաև բացահայտ ցինիզմ է։ Ընտրողներին առաջարկվում է մասնակցել մի ներկայացման, որի բոլոր դերերը կուլիսներում արդեն բաշխված են։ Մնում է, որ հանրությունը հավատա ընդդիմադիրների այս էժանագին թատրոնին։ Սակայն դժվար թե հասարակությունն այս անգամ հեշտությամբ ընդունի այս էժանագին բեմադրությունը։ Միևնույն ժամանակ ընդդիմադիրների այս վարքագիծը ցույց է տալիս ոչ թե քաղաքական հասունություն, այլ գաղափարական սնանկություն։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։